Կրկին անգամ ողջույն, հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Նախ ես արագ եթեր որ արեցի, ինչքան նայում եմ այդ եթերին, ավելի եմ զգում, որ չեմ սխալվել, քննադատելով այսօրվա արածները, որ իբր թե դուրս են գալիս Արցախի համար, բայց այնտեղ հիմնականում բերել են փողի համար, կանրադառնամ դրանց։ Հիմա հերթով սկսենք, ավելի հանգիստ, բնականաբար։ Ինչի, որտեղ 4-5 օր Սարգսյանը արտակին Երեկվանից, 3 առաջորվանից էլ ինձ դուրս եկեք, մաքուր Արցախցու համար, ազգային եք, դուրս չեք գալիս, բա ոնց կլինի, բա ձեզ համարում եք միակ ազգային, ասում եք ինչի դուրս չեք գալիս։ Հիմա տեսանք ինչի դուրս չենք գալիս։ Սկսենք հերթով։ Ցույցի մեջ երևացին, կարող եք բոլորը տեսնել, Սերժ Սարգսյանի կուսակցության պատիվը չունեմի, Ռոբերտ Քոչարյանի մարդկանց, Նիկոլ Փաշինյանի նույնիսկ մարդկանց, KGB-ին, որոնք եկել են տեսնեն ով ինչա, էլի ազգի միջի որակովին ձերբակալեն, Բգո Լրբազանիձե ոնց որ ինքը կազմակերպեց միջների ազգային ակտիվին ձերբակալեցին, հիմա նույնը խեղճ արցախցիների գլխի։ Էլի եմ կրկնում, արցախցիների մեծ մասը ուղղակի եկել են փողի համար, խեղճ ու կրակ, այն կռվող իրոք արցախցին դժվում է այս այլասերված մեծամասնությունից, ովքեր որ կապված են թե իշխանական, թե տարբեր ճանապարհներով իշխանության հետ ու թալանում։ Հերթով ցիտեմ փաստեր։ Ամենաառաջինը, տեսեք։ Հիմա բեմը գիտեք ինչ արժի հարգելիներս։ Բեմի այդ փոքր ամենափոքր բեմ այդ կամերաներով եւ այլն, մեկ օրվա արենդան արժի $20,000, դաշնակները, որ ընդեղ երևում են, մեջներից մեկը կա, որը զեղչով 18,000-ով տալիս է, ժողովուրդ, 18-20,000 $, որը հավասար է 8 միլիոն դրամի։ 8 միլիոն դրամը բաժանում ես 50,000-ի, հա, ինչքան անում, 100 մոտավորապես 40 հոգու, 20 հոգուն 1 միլիոն է անում, հա, 8 անգամ 20, այդ քեզ անում է 1600 հոգու, տեղում 50,000 հանենք տայք, հələ ես չեմ վերջացրել, տեսեք, 1600 հոգու տեղում 50,000 հանենք տայք, 1,5 միլիոն ասեցի մինիմումը դրոշ, այդքան մայկաները կարել եք, բերել եք խեղճ ու կրակ ժողովրդին հարցրել եք, ոչ թե Արցախի համար, այլ սրբազան պայքարի, թվերը չեմ ասում, 2-3 միլիոնը լտե հաշվեք, ուշադիր լսեք թվերը, ավտոբուսներով մեջը ծանոթ մարդիկ կան զանգին ասեն, շրջաններից բերել եք Արցախի արդյոք ցույցի, բայց պարզվում է, որ Արցախի ցույցը չի, բգոգովաստ կամ հատուկ ժողովրդի միջի այն ակտիվին է ման գան, հեսա KGB մեջները հոտոտելով մանագալի բռնի տանի, ոնց որ բգոն արեց, հավաքեց 120,000 մարդ, տարավ ջարդել տվեց, բռնեց տարավ։ Հաջորդ հարցը, տեսեք, սա որոշել են վրաններ խփել եւ երկար նստել։ Հիշեցնեմ ձեզ, որ վրան խփելը փողերը հաշվեք, 2-3,000 ամեն վրանը, 1,500 ինչքան է։ Օրական ինչքան մարդ պիտի մնա, ինչքան հաց պիտի ուտի։ Բեմը քանի օր է դրված լինելու կամերաներով։ 10 օրը 100,000 է։ Այդքան փողի տեղը ժողովուրդ ջան, եթե հաշվեք, ինչ 10 օրը, 5 օրը 100,000 է։ Թող այսօր այդքան հավաքվածին խնդրեին, որ ժողովուրդ ջան, մենք հիմա ծախսել ենք մինիմումը 30,000 փող, այսօրվա համար մինիմումը 30,000-ով, թող վերցնեին շրջաններում մի հատ կամ 2 հատ սեփական տուն, շատ կան, ես նայել եմ 5,000-ով, հենց հիմա շրջաններում տուն կա։ Բացեք նայեք, 5 եկա, 3 եկա, 4 եկա, վերցնեք, նորոգեք 4 հատ տուն, վերցնեք տայք արցախցիներին։ Սխալ բան եմ ասում։ Եթե սխալ եմ ասում, ասեք Գադիկ, դու սխալ ես։ Հաջորդ հարցը։ Դեֆանսը Ռոբերտ Քոչարյան 90,000-անոց համալիր ես սարքե, թե ում ես ծախելու թուրքերին բերել ես, ադրբեջանի քոչվորներին բերել ես, քոչվորներով սարքել ես 4,714 քոչվորի, տուն ես տվել անձամբ դու Քոչարյան, բնականաբար Նիկոլ Փաշինյանի հետ պայեք, իրար հետ մեկտեղ, ճիշտ է, արցախցիներին, որ դու հիմա 90,000 չէ, գոնե 60,000 արցախցու էլ տուն տաս, իսկ ընդ անապահով են մաքսիմում 50,000 մաքսիմում 50,000, հեսա կբացատրեմ, որտեղ մնացած այլասերվածները ձեր ընկերներով բարեկամներն են։ Այդ խեղճ ու կրակ 50,000-ին, որ դու տուն տայր, դու կդառնայիր ազգի հերոս, Քոչարյան, ազգի հերոս։
Բերիր տայր թեկուս 90,000-ին։ Այն մյուսները եկել են ջիպերով, օբյեկտներով մարդիկ գրում են, ավտոներով 1000 անգամ ասի, բանկի փողերով, ոսկեղենով մարդիկ գրում, արդեն վիդեոներ են գցում խանութներից, որ ոսկեղենը վրան դրած, Արցախի ակնթով մտնում մի բան է մուննաթ է գալի, լավ չես աշխատում, ես չես անում, ջիպն է դուրսը կանգնած։ Բա դրանց հարցը ոնց պետք է լուծվի։ Նիկոլ Փաշինյան լրբազավր, եթե դու այսքան մարդ լներ, հիմա կձերբակալերի այդ բոլորին, ամեն մեկից X գումար վերցնել Արցախի հարցը վաղուց էր լուծված արցախցիների տան հարցը։ Հիմա կանգնել եք ասում եք Արցախ չկա փող տվեք, փաստորեն դուրս է գալիս, որ դուք Նիկոլի օրակարգն եք առաջ գցում։ Այսինքն հիմա ձեզ մարդը 50-ի տեղը հանի Նիկոլը 60,000 տա, Արցախ չկա։ Ոնց որ այսքան տարի ձեները չէր հելնում։ Էջից տակ գրել են արցախցիները, ինչի ռեստորան գնալու իրավունք չունենք, Նիկոլը մեր հողը ծախեց։ Ունեք, բայց հողը տուն կորցրած մարդը շաբաթը 2 անգամ ռեստորան չի գնում, տոտա ջան կամ քուրիկ ջան կամ տատի ջան ու նկարները վուլգար, բաց, կարճակած, չի գցում էջ, չի պարում էկրանների դիմաց, չի ելնում թռվռում, չի գնում Եվրոպաները ֆռում 5-6 երկիր, հասկացար։ Այն մյուսը եւ ասում են Նիկոլը ծախեց մեր հողը, ձեր հողը Նիկոլը չծախեց, ձեր հողը ծախեց Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Արցախի բոլոր այլասերված ղեկավարները իրենց բարեկամներով, միգուցե այդ թվում նաեւ դուք։ Պարզա Նիկոլը չծախեց մենակ, բոլորով տեք ծախե։ Հասկանալի է։ Այնպես որ ձեզ մի տվեք, իսկ Ռուսաստանից արդեն ռուսերենով գրող բջատած Ռուսաստանում արցախցիներ բոխվից ծիբիա շտոպիշիշ։ Լսյայի Ռուսաստանում բջացած ռուսի համար մեռած Արցախը ցելով փախաստներով վաղուց ես այս մասին հաղորդումներ ունեմ, եթե չես լսե ուշադիր լսի արցախցիներին հատուկ փախցրին Ռուսաստան, որ ստեղծեն մաֆիան, որ Հայաստանի վրա իշխեն, հետագայում էլ գողական ու մաֆիոզ աշխարհ, որ Հայաստանից եւ Արցախից գնացած մարդկանց իշխեն վզներին նալոգ դրեն ամբողջ այսենքի տարածքում։ Եթե դու այ ռուսի տակ մեռած, մտած ռուսամեր, ռուսենով գրող, պարվայես, ջայլես, ինչ ես հետաքրքիր չի։ Եթե դու այդքանը ուզում ես թողես թե դու լավն ես ու ռուսատար ես գրում, արդեն որ դու ռուսատար ես գրում, այդ դրանից երևում է դու բջատած ռուսամեր ես։ Պյուտինի մասնագետ եք, Պյուտին խերոսի մասնագետ։ Հասկացաք։ Սրանից հետո չփորձեք ձեր հոտած ոչլոտ Ռուսաստանը եւ ձեր այլասերված վիճակը, որ Արցախը ծախ է փախել եք, ոնց որ Շամյանի ծախած բոլորն են փախել Ռուսաստան, հայաստանցիներին, արցախցիներին խափում տանում աշխատացնում են մոտները եւ փող չեն տալիս։ Եղավ այ պարվա։ Ուշադիր լսեք, ովքեր ապրում են Ռուսաստանում Արցախից փախածները եւ ովքեր լավ գործերին ու ամեն ինչ անում են, դուք Արցախը ծախողներն եք։ Սուտա, դուք ժամանակին չեք կռվել, փախել եք, այն որ ասում էին ճիշտ էին ասում։ Արցախում մենք եղել ենք 17 տարեկանից իմ հետ կռվող ծանրայես տղեկը բոլոր հիմա մեջն են տակը կգրեն։ Դուք Ռուսաստաններում փող եք սարքում, հետագայում մենք եկանք սովա ծաղկատ, ահագին Հայաստանում տանջվեցինք, էլի դուք եք Հայաստանում ղեկավար, գնացինք Ռուսաստան գործ դնելու, էլի ձեր փողով դրած, փողով գող սարկած ու փողով մաֆիոզ ոստիկանին գործ տվող ձեր Ղարաբաղցիկով հայերի վրա փող եք աշխատում, այդ թվում նաև արցախցիներին։ Ես նկատի ունեմ հայաց, այն որ գրելա մի տարանջատեք Գագիկ ջան հայերին ու արցախցիներին, տատի ջան, ես այն մարդն եմ, որ Արցախի համար ոչ կտարանջատեմ, ոչ չէ։ Միակ կուսակցությունը, միակ մարդն եմ ես, որ ասել եմ, հələ կուսակցությունը չկար Արտակ Սարգսյանն չեր եկե, որ ասել եմ, մեռնեմ էլ աշխարհի 8 միլիարդն էլ դեմ լինի, ես պայքարելու եմ հայ ազգի Արցախի համար, այդ ձեր համար է Արցախը վերջացած, իմ համար վերջացած չի, ես ամեն օր աղոթում եմ, ականջները ջեմով մի լվացեք, ջրով լվացեք, մորքուր ես, տատի ես, պարվա ես, ինչ ես, ես ամեն օր ասում եմ, հաջորդ տարին Արցախում իմ համար Արցախը վերջացած չի, այդ ձեր բջատասների համար է վերջացած, որ Թուրքի տակ մտածετε, հիմա Ռուսաստանում Թուրքի տակ եք մտում, չփորձեք ինձ ասել Արցախի համար չես արել։ Քոչարյան ու Սերժերը միլիարդավոր հյուրանոցներ ու ամեն ինչներ ունեն։ Թող վերցնեն 5 հատ հյուրանոց նվեր տան այդ 100,000-ից։ Դրամբոնի հանքը թալանեցին 160-170 միլիարդ։ Արցախի ամեն ինչը թալանեցին միլիարդների մեջ։ Հայաստանի ամբողջ դոդի գազի կալոնկեկը պատկանում է Արայիկին, չեն կարողանում 100 դրամ
ամեն մեկը իրանց կալոնկեքից մեկի փողը օրական $2000 դնեն, մի հատ արցախցու, ամեն ամիս 2 արցախցու տուն առնեն։ Տեսեք ինչ մինիմում թվեր եմ ասում։ Չեք կարող։ Չի ստացվում։ Ոչ մեկ չի ասում, արա Քոչարյան, Սերժ, այլ լրպի տղեկ, միլիարդներ եք տալան։ Հանքերը մինչև հիմա ձերն է, բանկերը ձերն է։ Դուք չեք կարողանում արցախցիների համար 0%-ով ձեր բանկերից վարկ տակ, 0% կամ 0.1% տուն առնեն։ Հա, ոչ մեկ սրա չի, օй, Նիկոլ, տո Նիկոլն էլ, Քոչարյանն է վրեն, Սերժն է վրեն, Լևոնն է վրեն, ձեր այդ դավաճան հայկական ազգանունով թուրքի տակ պարկած ռուսի տակ բջատածներն է վրեն։ Արցախում գոյություն ունեցել 10-15% կամ լավ, մի քիչ կարող քիչ ասեմ, դրսի Հայաստան եկածներն էլ հետը մի 20-30% նորմալ ազգասեր, ոսկի, մեծատառով կռվող հայեր, որը մինչև այսօր ապրում են համեստ, իրենց հանապազորյա հացը ցանկացած տեղ աշխատում են համեստ, խորին հարգանքներս բոլորին, զովասներին եւ մնացածին։ Ես էլի եմ կրկնում, խոսքը չտարանջատեք։ Քոչանի ու Սերժի լրփի խաղը չխաղակ, ինչի ես տարանջատում ես դու, տարանջատել են Քոչան ու Սերժ իրենց իշխանության ժամանակ, երբ որ ասում էին էս Ղարաբաղցիկը, բա հիմա որևէ մեկը ինչի՞ չի ասում էս Ղարաբաղցիկը, բացի նրանից որ հելում լկտվում եք, եթե չլկտվեք ով ասում, ձեր վիտոից վերցրեք 37 հատ ավտոյա բերե, 37 հատ ավտոն թողանի շուկա, ամեն մեկի մեջ $2000 քիչ ասի, $370,000 փողա, $370,000 թող Երևանամերձ շրջաններում կամ 60-100 կիլոմետր են կողմ, Եղեգնաձորում հազարավոր արցախցիներ են ապրում, հազարավոր, Եղեգնաձորում, Վայքում, գնացեք Վայքի մարզում, գյուղերում 5-7 հազար, 10 հազարով տներ կա, 370,000-ի մի 20 հոգու տուն առնենք, տեսնենք, բան կասենք, եկե Հայաստան լծվել եք, մի հատ էլ ձևերը, վույ, մենք, վույ, հելել եք բեմեք հանե ովքեր են ըտտե կանգնած, Հայ ազգի համար մեկ թշնամիները, դաշնակցականները, պատիվը չունեմ, Քոչարյանի եսի մինչերը, Նիկոլ Փաշինյանի եսի մինչերը, Բագրատ Լրփազան եւ մնացածը իրար հետ Եվրոպայից է բերած մի քանի հատ էժան դաշնակներ։ Բա ինչ եք անում այդքան ժողովրդին։ Ինչ եք անում, ինչի չեք օգնում արցախցիներին։ Բերել եք օրը 30-ից 50 հազար փող եք ծախսելու ցույցի վրա։ Ամեն 50 հազարին բերեք 2 հատ տուն առեք, 3 հատ տուն առեք։ Հենց իմի լիստը բացեք Երևանից 60-70 կիլոմետր հեռու։ Տեսեք, քանի 100 հատ տուն կա։ Գյուղերում տեսեք 5-10 հազարով քանի հատ տուն կա։ Օրը 50 հազար, օրը 10 արցախցու, դրա փողին ասեք ժողովուրդ ջան, մենք բեմ չենք պահում, վրան չենք անում։ Գալիս ենք, հավաքվում ենք, գնում ենք։ Մեր պայմանը էսա, հավաքել ենք փող, օրը 10 արցախցու տուն ենք տալի։ Գագիկ Թադևոսյանը իր չեղած տեղով, զրոյով, ամերիկաներով, գիշեր ցերեկ խոսալով, հայերի, ջհուդների հետ նույնիսկ խոսալով, ջհուդ մի հատ կծա ես կասես, որ ջհուդ ես, բայց հայերի հետ ես փող ուղարկելով Արցախին, Հայաստան ծնված ջհուդա, փող ուղարկելով արցախցիներին, խոսացել են Գերմանիայի հայերը, բոլոր տեղերից փող են ուղարկել, չեղած տեղով 27 ընտանիքի օգնել ենք։ Չեղած տեղով, ոչինչով, ոչ խումբ ենք, ոչ կուսակցություն ենք, ոչ բան ենք, ազգասերների խումբ ենք, ակտիվ 20-23 հոգով, Ռուսաստանից ղրկած հայերով, աշխատել են Արցախցի, Բաբայան, Սամոյի, Վինուշձենի, Հայաստանից վտարած, տունը խլած, բերդ կծած, ծեծած, լրպի տղա Սամոյի արածից հետո, էլի մեր Նովոսիբիրում ապրող հայը, էլի գումար ուղարկի ասելա Գագիկ ջան, ես իմ ազգի հետ եմ, թքած ունեմ Սամոյի վրա ու իր նմանների վրա։ Բերելի փող ուղարկի։ Խորին շնորհակալություն մեր թիմի Գերմանիայի ապրողին, Փարիզի ապրողին, նույնիսկ Փարիզից խորին շնորհակալություն, այդ որ ասում եք, ինչի դու չես խոսում բաների մասին, դու ասա սեկտաների մասին։ Ես խոսել եմ ու խոսացել, բայց Փարիզից մեր ոչ հայկական կրոնի չեմ հիշում որ մեկներ կամ Եհովաներ կամ կյանքի խոսք հավաքված մարդիկ փող հավաքեցին, ուղարկեցին տարիքով կանեք, ասեցին, էսի մեր տոն կողմից կուղարկես արցախցիներին, չեկերն արցախցիների մոտա։ Ես չկամ ում արցախցիներից ուղարկել եմ, չեկերը հավաքածա, բահացա այդ մարդիկը տեսեն, փողը ինչ չեն ուղարկել։ Փողը ուղարկում էին արցախցին ցույց էր տալիս տան պայմանը, փողը ուղարկում էին իրանց։ Արցախում այդքան սնունդը դատարկ տարա Քոչանի 400 ավտո սպայկայով դատարկ իբր սնունդ եք տանում չտարա, խանութները սննդի ծփում էր որ թուրքերը բացին թողին։ Ձեր Արցախի լրպի տղա ղեկավարները բռնաբարված բերանից որ օրական հաուրես բռնաբարում են, ձեզ հաց չէին տալիս։ Գագիկ Թադևոսյանն ու իր նման մարդիկ էին ձեզ հացի փող ուղարկում, որ վրաները բանանը 10,000 էին ծախում, որ գիշեր ցերեկ կանգնում եք 200 գրամ կաթի համար։ Այդ հանձնողները հեչ ես եմ մեղավորելու։
Ես 17 տարեկանից եկել եմ սարերի վրա ամեն ինչ չգովամ ինձի 0.001% եմ համարում։ Գիտեք ինչի, որտեվ այն ժամանակ եթե ես վախված խելք ելներ, ես հաստատ կգնդակահարեի այդ դավաճան հրամանատարներին, այսօր այտենց բան չէր լինի։ Այսօր այտենց բան չէր լինի, հատկապես Դավթյան Արտակին, որը եղել է մեր հրամանատարը։ Էլ մնացածի անունը չտամ շտաբի պետ։ Պարզ է։ Իմ հետ հիմա համաձայն են իմ հետ նայող իմ բանակի ընկերները Փարքուպատիվ իրանց տղաներն է զովել են 44 օրյային։ Դավթյան Արտակին պետք է գյուլլվեր այն ժամանակ։ Մենք ուղղակի այդքան չենք մտածում, ասենց այլասերված մասսաներ կան մեր մեջ, մենք ջահել ենք։ Մենք երիտասարդ ենք։ Պարզ է։ Ես կոնկրետ մեկի անունը տվի, թե չէ այնքան մարդ կար այդ ժամանակ գյուլլելու։ Ժամանակին որ Ղևոնդ Հովանեսյան Ղևոնդի ձեռը չբռներ հրամանատարներից մեկը, որ գլխից մանվելին թողելու էր սխալ գործողությունների համար, գլխից թողելու էր Խաչատուրովին սխալ պահվածքի համար։ Երկրորդ անգամ Քարորյային Խաչատուրովը վիսկին չէր առնի, փախնի ասել արա վիսկիս տվեք, ես գնացի հարբելու չկրակեք թուրքերը մեր աղբերներն են։ Պարզ է, թե ինչքան բանկավոր չեն բացելու։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, դաստովա ձեր կոմպրոմատները։ Նստած ձեր նստածրած ու խփված տղեկի աղբերներն ու ընկերները մինչև հիմա կենթանի։ Ոչ մեկ չի կորել։ Ոչ մեկ։ Հասկացաք, ձեր այդ մի երկու լկտի խաղով դեղ անելով զինվոր ծախելով չփրծավ։ Այն ժամանակ էլ դիրքը ծախում էիք, զինվորներին ծախում էիք, այնա, պարզ օրինակ, Անդրանիկ Մարգարյանը ասած Վազգեն Մանուկյանը ծախեց բանը, Շաումյանը ծախիկ Լևոնի թմով, հետո հայ զինվորի մցեցիք, իշքան գրավիք։ Այն նույնն էլ էնի արես, նրանք է վերցրել են հիմի բան էին արես, սա քաղաքն էին ծախում։ Մեկըդ մեկից արժանի եք։ Շարունակեմ էլ, որ սկսեմ շարունակել եմ, 5 ժամ չի կանգնի։ Հաջորդ հարցը ինչի համար ուզում եմ խոսել։ Միջազգային հարցն է։ Նախ ամենաառաջին ուզում եմ ասեմ, որ Թուրքիայում միայն Պոլսում ցույցերի քանակը 2 միլիոն է։ Էրդողանի ձայնը չի երևում։ Իսկ թվում է Էրդողանին կամ սատկել է, կամ փախել է արդեն Պյուտին պապայի մոտ։ Սա էլ հերթական դերասանություններ, որ ժողովրդին շեղեին, բյուջեից 30 միլիարդը հանեին, հետո ասեն, վերջ ախպեր, դուք ձեր գլխի ճարը տեսեք։ Ես համենայն դեպս բոլոր տարբերակներին հավատում եմ, ձեր ասած տարբերակներն էլ եմ ընդունում, ինչ ասում եք ընդունում եմ։ Ինչի՞։ Որտեվ այսօրվա դրությամբ աշխարհում ամեն ինչ կատարում է, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում ասի Արցախ չկա ուրախանա, բարձա, մնացածը բոլորը ամեն ինչ էլ կանեն։ Անցնեմ հաջորդ հարցին, որը ամենակարևորն է, նշել էի, որ ասեի ձեզ ուրեմն ժողովուրդ։ Նայեք, ուրեմն փակել են Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը։ Սակասեն ինչ, բա չկար բան Պուտին ինչ։ Ոչ։ Հիմա դուք դրա դեմ պետք է ցույց անեիք Քոչարյան ու Սերժ Լրբի տղեկ։ Բնականաբար Նիկոլ Փաշինյան նույնպես Լրբի տղա ու Լևոն ռուսի տակի լմլմցնող։ Դուք իբր ռուսը աղբերա, ռուսը կգա ամբողջ օրը սազառած ռուս է գովում, այն Շարմազան Օղլին է թուրքի բռնաբարված ռուսա գովում, ձեր են թմի մեջ ինչքան աղբ կա ռուսա գովում, դուք ռուս եք գովում, ռուսը եղած չեղած ուտեք, չնայած ռուսի վրան բան է չկա, այնքան ախանում է եղած չեղած չկա, всё равно դուք ուտում եք։ Բա ռուսը ձեր ընկերն է։ Ինչի՞ է փակե Արցախի ներկայացուցչությունը, ոչ թե էսպանատունա, ոչ հյուպատոսարան։ Հարց. Ինչի սրա մասին չեք խոսում։ Քոչյան, բա դու ասում ես ես ռուսներին կակ բրատան, Սիրժիկ ռուսը, ուտեք ռուսի տակինը, երկուսովը ամբողջ 150 միլիոն Ռուսաստանի ժողովրդի։ Բա ինչի եք փակել տվե։ Հələ կանգնեք ասեք ախպեր։ Բա ասում ես մենք ձերն ենք, խեք փակել տվե։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դուք փակել եք տվե, դուք ձեր լծակները չեք օգտագործել, փակել եք տվե Արցախի ներկայացուցչությունը, ժողովուրդ, ներկայացուցչությունը դա դեսպանատուն չէ, դա հյուպատոսան չէ։ Չճանաչված տարածքի ներկայացուցիչ։ Ռուսաստանում կա, նույն մինչև Պաղեստինի ճանաչելը, Պաղեստինի ներկայացուցիչ, կար մի շարք երկրների ներկայացուցիչ, որոնք ճանաչված չեն։ Բայց ոնց է որ Պրիդնեստրովեն չճանաչվածը հանձնվում է ունեք, Գագաուզների ղեկավարությունը ձերբակալված է ունեք ու չեք փակում, բայց Արցախինը փակում եք։ Բա Քոչարյան ու Սերժ, հելեք մի հատ ձեն հանեիք։ Սերժ, քթերից այդ դեղը թող, որ քեզ աղրգում միջազգային ճանապարհներով դու ասեն դեղ Վիգենը Վիվարոյի ու Քեթրինի Միրանը քթերդ թող այդ տիտան էլ չի քանդվի արխային եղի հերիքա քթերդ քաշես թող հելասա խեք փակի Արցախինն է դա որովհետև դու եղել ես Արցախի հարցով
Ադրբեջանի KGB-ի ներկայացուցիչ, որ Արցախում անկախության եւ այլ գործեր չլինի, ազգայինը կոտորես Նարիմանով ազգանունով Բաքվի աշխատող։ Իսկ Ռոբերտ Քոչյան դու եղել ես Արցախի պարտկոմի քարտուղարը, որ կոմսոմոլի թե պարտկոմի, չգիտեմ, Սևշուն, որը Արցախում դու թույլ չես տվել անկախության գաղափար, այդ թայֆայական ցեղական ձևերը, որ Արցախը հանձնելուց այտենց։ Այսպես լրբի տղեկ եք դուք։ Հելեք ասեք, բա։ Հելեք ասեք, ինչի չկա ներկայացուցչություն։ Այդ ինչի մյուս երկրները չեն փակել, հենց դուք եք փակել։ Ռուսնալ ձեր բարեգամն ասելի, հա։ Այնպես որ իմացեք, ժողովուրդ, բոլորն է նույն սաների կտավն են։ Նիկոլն է, Սերժն է, Լևոնն է, Ռոբն է։ Ոչ մեկ չկա։ Արցախի ղեկավարությունն է ամբողջ 35 տարվա, Հայաստանի 35 տարվա ղեկավարությունն է անխտիր բոլոր պոստավիկների իրար հետ։ Անցնենք մյուս հարցին, Թուրքիայի սխալը վիճակին, Թուրքիան էլ ունի իր տարբերակը։ Հատուկ սպեցնազա ուղարկե Սոմալի, թե ինչի համար ուղարկե, ոնց ուղարկե, թե ուղարկել է, թե չի ուղարկե, սա հարցի մյուս կողմն է։ Ինչի, որտեվ նախ Սոմալիում անգլիական ուժերն են ջարդում Սոմալիում, որպես Իտալիան էր, բայց գաղութատիրությունը Անգլիան մի մասը վերցեց, մեկը Ֆրանսիա, մեկը մյուս, ֆրանսիականը դա Ջիբութին տարավ, իսկ Թուրքիան ուղարկել է ինչի համար, նա ցույց է տալիս, թե ինքը դեռ միջազգային կարգի երկիր է, երկրում շեղելու համար էս ամեն ինչի, միջայլոց Թուրքիայում լիրան այդքան էլ չեն բարձրացել, թողել են 39-ի վրա ներողություն, իսկ այն որ արդեն հայտնվի, որ էլ չկա Էրդողանը քանի օր չի ելնում եւ այլն, սա արդեն կպայթեցնի ընդհանուր իրավիճակը։ Սա Թուրքիայից։ Հիմա անցնենք Ադրբեջան։ Անցնենք Ադրբեջան։ Ուրեմն ամենակարևոր բանը այսօր ուզում եմ ներկայացնեմ Ադրբեջանի մասին, հեն ինչ որ ես միշտ ասել եմ ու շարունակում եմ ասել։ Կասպից ծովի հարցը։ Մեծ հաշվետվություն է ներկայացրել Ղազախստանի կառավարությունը, որ Կասպից ծովի տարեկան 70 սանտի, բայց ընդհանրապես կարող է այս տարի լինի 1.5 մետր չորացման, գոլոշիացման դեպքում, որ 1.5 մետր արդեն իշտում է մակարդակը, առաջի հարվածը ստանալու են երկու պետություն՝ Ադրբեջանը եւ Ղազախստանը։ Ինչու՞։ Որովհետեւ Ադրբեջանի ու Ղազախստանի ամենամեծ քաղաքներն են գտնվում Կասպից ծովի ափին եւ տնտեսությունը կենտրոնացված է այդպես։ Ինչպես Ադրբեջան կոչված Քոչվորստանի մայրաքաղաք հայկական Բագարանը, Բագուն եւ Ղազախստանի մեծ քաղաքները, նախնին Շևչենկոն, այսօրվա մյուս քաղաքները, Ակտյուբիսկա, ինչ ասի, չեմ էլ ուզում։ Չէ, Ալիտաու, Ատիրտաու, Գրողոսեվ, Չացավ են դրել ինչ որ է։ Հիմա տեսեք, ինչ է ասում։ Ուրեմն, այսպես է ձևակերպում, բացի ջուրը չորանալուց, մենք տարվա մեջ ունենում ենք 60-ից 70% առևտրային մինուս։ Հիշեցնեմ ձեզ, որ Ալիևը դրանից առաջ գոռում էր, որ «Վսյո, մենք Չինաստանը մեզ է նայում, Իսրայելի Ամերիկան հաշիվը դրել է մեր վրա, Չինաստանից Իսրայելը ախպերություն մենք ենք որոշելու»։ Ուրեմն, երբ որ ջուրը իջնում է, այս մասին ես ձեզ ասել եմ, բացի նրանից, որ ծովափները հեռանում են, սա հսկայական միջոց է, ես ձեզ այն անգամ պատմեցի ինչ են անում։ Ասենք ծովափը հեռացել է, այստեղ է, չէ՞, նավակայանը, Կարամատույցը այստեղ է, նավակայանը, գալիս է, հա, նավահանգիստը, ինքը գալիս էր ափին, հիմա որ ջուրը գնացել է, բնականաբար այդ նավը ծանր չի կարող գա ափին։ Չի կարող գա ափին, ստիպված իրենք փորել էին փոքր, այսպես թունելներ, որ զորով գա ափին գնա, կամ կրկնակի գործ են անում, վերցնում էին թեթև լաստանավը, ասենք մի 500 տոննա, 300 տոննանոց, վրան բարձում են, անցնում են 2 կիլոմետր ծովի մեջ, նորից վերաբարձում են մյուսի վրա, որը հսկայական թե փողն է շատացնում, թե ամեն ինչ։ Իսկ հիմա, հարգելիներս, քանի որ դա էլ չի օգնում, ծովը եւս 2 կիլոմետր առաջ է գնացել, պատկերացնում եք, չէ՞, դիշկան տենսով փորելով չեն գնա։ Ինչ են անում, ցանկացած մեծ լաստանավ, որ իր վրա տանում է 18-20-25 հազար տոննա, դե աշխարհի լաստանավերը ծովային օվկիանոսային տանում են 800-ից 900 հազար տոննա։ Սրանք փոքրն են։ Ծովի մեջ է փոքր է, 28-10-20 հազար, այդ էլի փոքր չի։ Վերցնում են իրենց կատարածի մաքսիմումը 60%։ Այսինքն 20 հազարը վերցնում է մաքսիմումը 12 հազար։ Մաքսիմումը։ Ցույց տվեցին լաստանավեր, որոնց տակը ավելի խորն է, դրանք վերցնում են 30%։ Այսինքն 20 հազարը վերցնում է 6 հազարը։ Բնականաբար ծախսը, վառելիքը, աշխատանքը ավելի քչանում։ Ինչից էլ գալիս է տեղափոխման ապրանքների կտրուկ թանկացումը։ Պարզա։
որը հարվածում է այս երկուսին։ Երկրորդը էկոլոգիական հարված, որ Ալիևը անընդհատ էշեշ խոսում է Հայաստանը էկոլոգիայից վնաս է տվել, իր վրա 1 միլիարդ էր դրված, հիմա կդառնա 50 միլիարդ։ Ամեն ինչը չորացնելով Քուր գետը, Կասպից ծովը վերածելով աղբի, որպես քոչվոր թուրք ժողովուրդ, 85%-ով վերացել է տեղում ձկների արդյունահանությունը, 85%-ով։ Ինչպես ասում են ներքին կենդանիների փոկը դե բնականաբար թողել էին մի հատ ծյուլենի կղզի այնտեղից էլ են վերացրել, մի քանի հատ փոկ լինի թե չէ դեպի Ռուսաստան, Ղազախստանի կողմ, ներպաները նույնպես փոքրացել են, քչանում են եւ կարող է իսպառ վերանան, ծովը դարել է արդեն ծովափի մասերը ճահիճ, ոչ թե դարել է, ասենք լողապ, որովհետեւ դուրս է գալիս հսկայական քանակությամբ, չի կարա այդքան մտածի, բնականաբար տալիս է արևը շոկը, միանգամից գցում է առաջինը, ինչ է այն բույսը, որը վայրի է, մոլախոտ է, իսկ արանքները վերածում է ճահիճի, բնականաբար նոսր տեղերը գորտեր, արագիլներ, մոծակներ եւ վերածում է ճահիճի։ Այսինքն, այն ինչ որ Կասպից ծովը վերանում է ու որը վնաս է տալու նախ Ադրբեջանի գյուղատնտեսության վնասն է լինում հսկայական քանակությամբ ասեցի, հսկայական քանակությամբ, որտեղ անկախ նայած թե աղի ջուրը էդի չէ, Ադրբեջանը դրել էր Իսրայելից առել էր մի երկու հատ փոքր սենց շլանկ, որով կարողանում էր սենց խողովակներով իբր ջուր մաքրել, բնականաբար ժողովուրդ ջան, այսքան խողովակով ջուր մաքրել, էդի թեկուզ այսքան լինի, էդի մի հատ փուճուր քաղաքի բան է, էլի ինչքան է մաքրի ջրելու համար, դա այն ուժը չունի, իսկականում հիմնական ջուրը, ես ինչպես ասել եմ ու երկար տարիներ 5 տարի այդ մասին պատմում եմ, Վոլգայից եկող ջուրն է, իսկ ռուսները միտումնավոր կերպով ձայն չեն անում, որտեղ կգա մի պահ, որ Ռուսաստանում հիմա ծովը 50 սանտիմետր է, ժողովուրդ տեղ կա, ուրեմն հերիք չի 2 կիլոմետր, 3.5 կիլոմետր առաջ է գնացել, ջուրը 50 սանտիմետր է բարձր, պատկերացնեք մոտապես 2-3 կիլոմետր, գրում ես 50 սանտի է ջուրը, նոր դրանից ավել 5-6 կիլոմետր գրում ես, ջուրը հասնում է 1-ից 3 մետրի, 1-ից 3 ժողովուրդ ջան, բոլոր տեղերը չի է 3, 1-ից 3, լողացող մարդու համար ամենաիդեալական ջուրն է 1-ից 3, այսինքն այս մասից վերև 1 մետր, պաստորեն 4 կիլոմետր կարաս ոտքով գնաս Ռուսաստանից ջուրը լինի 1 մետր, այսպես, պատյասիկ չէ, իսկ եթե վերցնենք Կասպից ծովը 396,000 քառակուսի կիլոմետր է, հսկա տարածք է Գերմանիայից մեծ, Կասպից ծովից պատյացեք, եթե այդքանը հանեն, այսօրվա դրությամբ հեչից Կասպից ծովից մինիմումը 20-25%-ը չորացել է, կարող է 30-ը, ինձ հասած տվյալներով 20-ից 25%-ն է չորացել։ Ընդհանրապես իսկ թուրքմենական մասում այն ավազաբան կուրորտներ են, որ կար Մանգշլաղի, Շվարցգետ, ծոցերը եւ այլն, Կարաբողազ, ինչպես ասում են, սև այդ երախ կոկորտ բողաց բառը, դրանք բոլորը չորացել են եւ Թուրքմենստանի այդ լաստանավային, որ կար առաջվա Մինվոդին, հիմա կոչվում է Թուրքմենբաշի Բաքու, այդ ճանապարհները կանգնել է, չկա։ Այսինքն սա ինչ է ցույց տալիս, այն որ գոռում են վայ, մենք հաղթինք, հային, վայ, էս արինք, այն արինք, մենք թուրք ենք, մենք ուժեղ ենք, Ճապոնիան մեր հետ, Ամերիկան մեզնից է օրինակ վերցնում, այսօր էլ գրին ծիծաղացա, Տրամպը հետևում է ամերիկյան ադրբեջանական ուղղությանը, որ զարգանա, գրել են Իլոն Մասկը հիացածա վերջ, ես Ադրբեջանում եմ եւ այլն, այսպիսի հիմարություններ, սա իրենց ժողովուրդն է մեծ մասը զոմբի է, ոչ խարացածա, լսում են, այդ բոլոր տեղերն է կա Ադրբեջանում է հսկայական քանակությամբ զոմբիներ կան։ Ես գիտեմ, կան, հավատում են ամեն ինչին, բայց վերջը չի երևում։ Ինչա լինելու վերջը, ես ասել եմ, վերջը լինելու է նա, որ Ադրբեջան պետությունը լրիվ վերանա։ Եթե մենք գոնե տոլերանտ ենք գտնվում, ասում ենք Ադրբեջան պետությունը գոնե դուրս կան մեր այդ խոսակցության ջհուդ ազգությամբ էթնիկ ջհուդ Մերիբան Փաշաևան, որ գոնե 10%, 10,000 քառակուսի պահի, ես ոնց հասկանում եմ, այդ 10,000-ներ չի մնալու, քանի որ Մերիբանի ուզածը լրիվ վերացումն է։ Վերացումն է Շիրվանի մոտ մի հատ փոքր Ջհուդստան սարքելն է, իսկ Ադրբեջան բառը Ադրբեջան բառը կամ Քոչվորստանը վերացնել, այսինքն լրիվ ճիշտ է ժողովուրդ ջան, ոնց եկան, այն որ ասում է ջրի բերածը ջուրն է տանում է, ոնց քամու բերածը քամին տանում է, ոնց քամու պես ու ջրի պես եկան, այտենց է քամու պես քշվելու են գնա։ Սա Ադրբեջանի պահով ասեմ, ցես որտեվ այնքան բան կա ասել, որ սենց պատմեմ կարող է մի օր չհերիքի։ Տնտեսական բոլոր կոլապսները, ջրի պակասը եւ այլն եւ այլն։ Մասսայական հիվանդությունների բանը, հողերի հոսքը, մասսայական հիվանդություններ, խոլերա, Բաքվի շուրջը ոչ միտեղ չկա, զիբիլների մեջ ապրող մարդիկ,
Կարող եք դուք բացել, նայել Google Earth-ով իջեք, տեսեք ինչ է կատարվում, նկարները խփեք, տեսեք։ Հայտարարություն, աղբը թափում են այդ էլիտ շենքերը, որ վերջերը սարքել են դրա մոտ։ Ոնց որ մեր մոտ Դավիթ Հաշենեին վերջի շենքերի հետևը բռնեն ուղղակի հազարավոր տոննաներ, միլիոնավոր տոննաներ աղբ թափեն։ Ինչ կլինի Դավիթ Հաշենի վիճակը, ես չասեմ ձեզ։ Մի հատ Սովետաշեն ունենք այդքան ներվայնանում ենք, բա որ մի հատ է Դավիթ Հաշեն ունենանք, մի հատ էլ ինչ ասեմ, մի հատ էլ 9-րդ մասիվ ունենանք նույն ձև, մի հատ էլ հարավային կողմը Այրացիայի կողմը ունենանք եւ այդպես ինչ կլինի Երևանի վիճակը։ Էհ դա։ Իսկ ինչ էին մտածում, քոչվորը երբևէ շենք ապրել, որ ապրի։ Քոչվորը միշտ եղել է քոչվոր։ Տատս ասում էր խոզի գլուխը, որ դնում են խալում, գլորվում ընկնում է ցեխը։ Այդ քոչվոր մարդը միշտ անապատներում սոված ծառավ, փնթի ոչլոտ, բազմացե ապրել է։ Ինքը քաղաքի բան չի, շուտով էդի կվերա։ Իմ ասասներից հավատացեք, ինչ վերաբերում է Արցախին էլ եմ կրկնում։ Արցախի հարցը հələ չի էլ սկսվել, ոչ թե վերջացել է, ոնց որ շատ արցախցիներ են ասում։ Հələ չի էլ սկսվել, դուք չգիտեք ինչ ա լինելու տեղ։ Նախիջևանում ինչ ա լինելու։ Դուք ուղակի, ես հիմա նույն ադրբեջանցիներին էլի եմ կրկնում, սա մարդու բարի կամքն է, հելեք, փախեք Ղազախստան, Ջամբուլի Մարս։ Նախիջևանի ժողովուրդ, դուք կարաք Իրանով փախնեք։ Քանի շուտ է, որովհետև որ սկսվեց արդեն ռազմական գործողությունները, Նախիջևանում դուք Երանի եք տալու, որ սահմանը կարողանաք անցնեք։ Ինչը ձերը չի, դա ձերը չի։ Արցախում էլ չասեմ։ Արցախում դե ադրբեջանցի մի չկա 1000-2-3 հազար, դրա համար չեմ ասում նրանց համար։ Այդ 2-3 հազարը եղանակ չեն, առաջի փախնողն են։ Ադրբեջանցիները չեն հասցնելու Արաքս գետը անցնել։ Իսկ վերևից Վրաստանի սահմանը անցնեն։ Մնացածը ես արդեն գիտեմ ինչ եմ ասում։ Երբ որ այ դուք դեմ եղաք արդեն Ռուսաստան Դաղստանի սահմանին, Չեչնիայի սահման չեն թողելու Դաղստանի սահմանին։ Ու զգացիք, որ ձեզ ներս չեն թողում։ Ու այն են անում, ինչ որ դուք եք անում հայերի հանդեպ կամ թուրքերի, գողանալու են ձեր աղջիկներին տանեն իրենց հարեմ, հետո տանեն Ռուսաստան, ծախեն օրգան եւ այլն։ Դա սպասվում է Ադրբեջանի ժողովրդին։ Դրա համար ասում եմ, քանի խելոք եք, կամ գնացեք, կամ մտեք բանակցության, որ մի 11,000-ի վրա գոնե այդ 2.5 միլիոն քոչվորը ապրեք, ընդ ոչ 9 միլիոն կա, ոչ 10 միլիոն։ Ով որ տենց է ձեզ դիտում, էլի նա ձեր ազգի թշնամին է, ինչպես նաև հայ ազգի թշնամին, որ վախեցնում է։ Անցնենք վերջի մասին, պատմական հարգելիներս, ես կարող եմ շատ պատմական հետաքրքիր բաներ պատմել, բայց այսօր երեք գիշեր ավելի ճիշտ սարսուռ անցավ մարմնով, ըստ գիշերը ժամը 3-ին ինձ X տեղից փակ, դες գիտեմ որտեղից անունը չտամ, բայց փակ տեղից կարևոր աշխարհի ինֆորմացիա են ուղարկել հսկայական փաստաթղթեր Հայաստանի առաջին հանրապետության գործունեության մասին, ձեռագիր, պечатканքած եւ տպած։ Հարգելիներս, ես մի բառ կուզեմ ասեմ, դրանք պահում եմ որպես իրեղեն ապացույց, Հայաստանի առաջին հանրապետության մեջ էլ ինչ այլասերվածություն են արել։ Իշխանության մեջ մտած որոշ մարդիկ, որոնք ինչպես նաև կարող է ջուդել լինեն թուրքեր լինեն, որոնց հետևից ինչքան փողեր են առել, ինչեր են փախել, որտեղից են բերել, ինչ են արել, սա միայն Աստծուն է հայտնի ու X մարդկանց, ովքեր աշխատում են X տեղերում եւ շատ հսկայական ինֆորմացիա ունեն։ Ինֆորմացիան հսկայական է, մոտ 450-500 թերթ է։ Ես դրա համար չեմ բացահայտում, ուղղակի ուզում եմ ասեմ, որ մեր հայ ազգի համար նույնիսկ այն ծանր ժամանակները Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ կային լավ հայեր, որոնք պայքարում էին։ Կային եւ վատ հայեր, որոնք այդ օգնությունները այն ժամանակ에 սոված որբերի փողեր առնում փախնում են։ Այսքանը կար, թե մնացածը ով են, որտեղ են, ինչ են, չեմ ուզում բարձրաձայնել, որտեղ այդ կմնա արխիվ, այդ ամոթը չի կարելի բարձրաձայնել, այդ մարդկանց շարունակություններին հետո կանրադառնանք մենք։ Որտեղ դա նաև կոմպրոմատա որոշ X կուսակցությունների դեմ, ովքեր մասնակցել են դրան։ Պատմական մասում ես կցանկանայի անդրադառնալ Հայաստանի ցանկացած գավառի, այսօր ինձ զանգել են Գողթեն գավառի սերունդները, շնորհակալություն եմ հայտնում, որ մարդիկ նայում ու հետաքրքրվում են։ Հարգելիներս, ոչ միայն Գողթնը, ոչ միայն զոկերի մասին, որ հաղորդում եմ արեզոտարույն օրինակ հաստատած ջուղայեցիները, որ աշխարհի տերերն են եղել, որ 1470-450 թվականներին դեռ աշխարհը բաժանված էր, հատուկ հասարակություն եւ ընտիր հագուստների սրահ կար Ամստերդամում, որը կոչվում էր հայերի տուն, մենակ հայերը իրավունք ունեին մտնեին։ Բարձա Եվ այս ամբողջ պատմությունը, որը դուրս եկել Նախիջևանից մեր այսքան հզորագույն մարդիկ, շատ մարդիկ փորձում են դա ինչ-որ համարել, ինչ-որ ես իմ Հայաստանից ընդմիշտ կորած տարածք, հիշեցնեմ բոլորին։ Նախիջևանը պատմական վասպուրական նահանգի մասն է։ Նախիջևանը կյանքում չի եղել ոչ մի պետության կազմի մեջ։
Ինչպես նաև հարավային միջադեպքի հայկական միջադեպքը, ինչպես նաև պարսկահայքը եւ ատրպատականը, ուղղակի եզը որ ընկնում է դանակավորը շատանմա։ 120-130 քառակուսի Իրանը խլեց, 80-85 հազար քառակուսի Ադրբեջանը, 13-14 հազար Վրաստանը, այդպես է, եւ 360-ից 450 հազար էլ Թուրքիան։ Պարզ է, այնպես որ որևէ մեկը որ փորձի մտածել թե վայ, ամեն հարցը լուծվող է, հիշեք։ Այս աշխարհում ուժն է ծնում իրավունք։ Այո, դու պետք է լինես դեմոկրատ, բայց պետք է ուժը ցույց տաս։ Ոչ թե քեզ տանեն սպանելու Նիկոլի պես թղթարնես խաղաղության խաչմերուկ, ղզիկի պես, որ ոչ մեկ չի նայում, հիշեք։ Պարտված մարդուն ամենալավ ծրագրին է բոլոր թքումեներեսին։ Դու պետք է ունենաս ուժ, հաղթանակ եւ ցանկացած բանակցությունը որոշում է ոչ թե քու հիմար ժպիտը, ես իմ ոչ լոտ մորուքը, կնոջդ լկտի պավածքը, առանց ներքնազգես թակած վեհափառի դեմ նստելը կամ դեմը քորել հոտ քաշելը գլխի ոչիլ անել ջարդելը, այլ թե քանի հազար զինվոր կա թիկունքում եւ քանի հազար հրանոթ ու ճիշտ դիվանագիտություն ունես։ Դու ազգի վայելում ես ազգի հարգանքը։ Հակառակ դեպքում դու միշտ կորցրած ես։ Սկզբում Նիկոլը Սարգին այնց որ վայելի ազգի հարգանքը ինքը բոլորի հետ կարողանում էր խոսել, բայց հետո որ ինքը իր բուն ծրագրի մեջ անցավ, իր տերերը Լևոնը, Սերժը, Ռոբը եւ Պուտինը ասացին, որ դու պետք է կոտրվեց եւ հայ ազգին է վատացրեց։ Բայց սա մենք չենք թողնելու, քանի որ Նիկոլը գնալական ջուր է։ Իսկ հայ ազգը մնալու է, հազարավոր ղեկավարներ են եկել ու գնացել, հայ ազգը մնացել է, տարբեր կրոններ են եկել ու գնացել, հայ ազգը մնացել է։ Շումերի ժամանակ ուրիշ կրոն ա եղել, Հիկսոսների ժամանակ հայկոսների ուրիշ կրոն ա եղել, հետիտների ժամանակ ուրիշ ա եղել, խուրիացի մյուսների ժամանակ ուրիշ ա եղել, Ուրարտուի ժամանակ ուրիշ ա եղել, Արտաշեսյանների ժամանակ ուրիշ ա եղել, քրիստոնեության ժամանակ ուրիշ է։ Հայ ազգը մնայուն արժեք է։ Իսկ ով հայ է, դա Աստծո մասնիկ իր մեջ կրում է։ Հայը պատասխանատու մարդն է, ոչ պատասխանատու, նյութականին ջհուդն է, նրա համար մենակ խորոված լինի ուտել։ Այսօր այդ դուս եկած այդ արցախցի կանայք, որ գոռում են, մեզ 50,000 տվեք, մեզ էլ բան պետք չէ, մենք ոչ մի բան համար չենք եկել։ Դրանից ինչ հայ, դրա տեղը երկու բանկա սմետանալի, կողքի, զոված, արցախցու երեխան ուտի իմ համար ավելի լավ։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ երեկո, հարգելիներս։ Ես հատուկ հաղորդումներ եմ անում նրա համար, մեկ-մեկ ափից դուրս եմ գալիս, բայց շատ չեմ դուրս գալիս, կներեք, եթե ինչ-որ բան ավել եմ ասում։ Դուրս եմ գալիս նրա համար, որովհետև ես միանգամից տեսնում եմ հետևը։ Միանգամից տեսնում եմ մարդկանց օգտագործելը, խաբելու ձևը։ 100 հազարավոր մարդիկ բերում են, 10 հազարավոր մարդիկ շրջաններից բերում են սոված ծառավ, դնում են 6 ժամ, 4 ժամ քշում են մեքենաները, հասցնում են, որ այնտեղ հասնի ոչ թե Արցախ, այլ բան, Բագրատկով է։ Այդ մարդը հոգնած, էլ այդ մարդուն վաղը միսօր ասես, գիտես ինչ կա, այսօր Արցախի համար է, էլ այդ արցախցին կգա։ Հիվանդությունը վրան վիրահատված եւ ան, բերեք ճիշտ խոսենք, տեսակ ընդ ինչքան բերել են այդ խեղճ տղեկին ինվալիդ կանգնացրել են այնտեղ։ Մի խոսքով, չերկարացնեմ, բերեք բարեմաղթանք անենք, ուղարկենք առ երկինք, որ Աստված միշտ մեր ասած անի, քանի որ մենք Աստծո հետնորդներն ենք։ Ով նյութապաշտ է, նա հայ չի, ով հոգևոր պաշտամունք ունի, ինքը հասնի իր ուզածին, քանի որ ամենաբարձրը այս երկրում Աստվածն է։ Ու ինչպես ասաց Արտակ Սարգսյանը, այսօր խոսում ենք, լավ ասեց, ասես դուք տան ու փողի համար եք կռվում լավ տան, լավ ավտոների։ Հիշեցեք, որ Աստված Հիսուս Քրիստոսը ծնվեց ընդամենը գոմում, ընդամենը մի եշի վրա էր, ոչինչ չուներ, ախորի մեջ եւ այլն։ Այս խոսքերով էլ ավարտեմ։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, ներքինին ավելի շատ, որտեղ նրանք ավելի զզվելի են ու վտանգավոր։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Վանանդում, Մուշում, Վանում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն։